Բարեկամներ, Երկիր մեդիայի եթերում կրկին քննարկում է։ Մեր այս քննարկումների շարքը ընդհանուր խորագիր ունի՝ Երկիր ժառանգություն։ Խոսում ենք մեր հայրենիքի, մեր ապուպապերի, մեր նախնիքի, մեր մասին, խոսում ենք մեր երեկվա, այսօրվա ու վաղվա մասին, երբեմն գնում հասնում ենք Տիգրան Մեծի ժամանակներ, գալիս, չգիտեմ, Պապ Թագավոր գնում Կիլիկիա, գալիս 18-րդ, 19-րդ դար, խոսում ենք մեր ֆիդայական շարժումից, հպարտանում ենք, գալիս հասնում ենք 20-րդ դարավերջ, ասում ենք, որ մենք կարողացանք երկիր ստեղծել, կարողացանք Արցախ ազատագրել, կարողացանք նաև Արցախի սահմաններից դուրս պատմական հայրենիքի մի բավականին զգալի հատված ազատագրել, հպարտանում ենք։ Հետո գալիս ենք մեր ժամանակներ։ Մեր ժամանակների մասին մենք խոսում ենք, քննարկում ենք, փորձում ենք լուծումներ գտնել։ Բայց հետաքրքիր է, մեզանից 100 ու 200 տարի հետո, երբ նմանատիպ մի քննարկում կլինի, ինչ կխոսեն մեր ժամանակների մասին։ Նրանք էլ իրենց հերթին, որ գնան հասնեն Հայկ Նահապետի ու Տիգրան Մեծի, պայմանական եմ ասում, ժամանակներ, պիտի հպարտանան, պիտի ասեն ուժեղ էինք, պինդ էինք, երկիր ունեինք, հայրենիք ունեինք։ Ընթացքում կհիշեն նաև դավաճանների, կասեն, որ հայրենասիրության փոխարեն նրանց համար կուռք էր նյութը, փողը, դրամը, նյութապաշտություններ վեր ելել։ Հիմա էլի այդ 200 տարի կամ 300 տարի անց, հուսով եմ նաև 1000 տարի անց մեր հայրենիքում քննարկումներ կլինեն 21-րդ դարի մասին, ինչ պիտի ասեն։ Ներկայացնեմ մեր հյուրերին, հասկացաք ինչի մասին եք խոսելու։ Ռուզաննա Խաչատրյան, լրագրող, Արմեն Դավթյան, գրող, ով ավելի շատ երևի մերձավորների շրջանում Դվթոյանն ով է հայտնի, Կարպիս Փաշոյան, լրագրող եւ Աննա Կոստանյան, կհիշեք Աննային, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, այժմ համախմբում շարժման նաև խորհրդի անդամ։ Խոսում ենք մեր մասին։ Ռուզան, ես ընթացքում ասացի փող, այ մեր ժողովրդը հետաքրքիր ասացվածքները ինքը իրեն հորինում ու սկսում դրանով առաջնորդվել, օրինակ, փողը մթության մեջ է լույս տալիս։ Ճիշտ ասած, փողի հանդեպ այդքան բացասական վերաբերմունք պետք չի որդեգրել, ասում եմ ես, որի համար փողը երբեք կյանքի նպատակ չի եղել։ Փողը երբ իր նպատակին է ծառայում եւ միակ նպատակը չի լինում, Աստված չի լինում, փողը իհարկե շատ կարևոր է եւ եթե չլինի փողը, չի լինի զենքը պաշտպանելու համար, եթե չլինի փողը, չի լինի մշակույթը, որովհետեւ ինչքան էլ Արմենը տանը նստած, ասենք, բանաստեղծություններ է գրում, դա բոլորին հասցնելու համար գիրք է պետք տպել, իսկ ինտերնետով հասցնելու համար գովազդի համար է փող պետք, այնպես որ փողը վատ բան չի, նայած թե դա դու ինչ նպատակի ես ծառայում եւ մինչեւ որտեղ կարող ես փող սիրել, ասենք հաշվով ամուսնանալ, ամուսնանում ես, ամուսնացիր, դա քո անձնական գործն է, ես դրան այդպես բան չեմ նայում, ես հաշվով չեմ ամուսնացել, ուզում եմ ասել, որ լավ, ասենք փողի համար այնպիսի մասնագիտություն ընտրես, որ շատ փող աշխատես, նույնիսկ ավելի լավ է, բայց եթե դու հանուն փողի արդեն քո իրական արժեքներն ես, ազգային արժեքները, հայրենիքը, ծնողդ, ընկերդ, ես չգիտեմ էլ ինչ ասեմ, եթե դու հանուն դրա զոհում ես, երբ գալիս է ընտրության հարց եւ դու քո արժեքները զոհաբերում ես հանուն փողի, այ դա արդեն դատապարտելի է։ Այ փողի մասին են սկզբի հատվածը լավն էր ու կարծում եմ թե հեռուստադիտողի, թե բոլորի սրտով ու որևէ մեկը բնական է չի երգում, տվյալ պարագայում այդ փող ասելով հենց այդ նյութն էինք հասկանում, նյութապաշտությունը կարող է իրոք հայրենապաշտության փոխարեն ամբողջ տարածքը գրավել կամ մեծ մասի մոտ գրավել։ Ու դրա ականատեսը արդյոք հիմա մենք լինում ենք, թե չէ, դրա մասին է խոսքը։ Մենք այո, հիմա ոչ թե միշտ էլ կա թե նյութապաշտություն, թե հայրենապաշտություն, այստեղ խնդիրն է նա, թե որ տեսակարար կշիռն է, որ ժողովրդի մեջ տվյալ պահին որն է այնքան գերիշխում, որ դառնում է տեսակարար կշիռ։ Հիմա եթե ի տարբերություն նախկինի 88-ի շարժման շրջանի եւ այլն, երբ տեսակարար կշիռը այլ էր, իմիջայլոց ասեմ, որ դա բացարձակապես ժառանգականության հարց չի, հիմա մոդա է, չէ, DNT-ի մակարդակ եւ այլն, այդպիսի բան ենք ասում, դա բացարձակապես ժառանգականության հարց չի եւ դաստիարակչական ձեռք բերովի է, թե
որն է, որ տեսակն է հիմա գերիշխում եւ նախկինում տասնամյակներ առաջ նույնիսկ սովետական իշխանության վերջին տարիներում գերիշխում էր հակառակը, եւ մեզ հաջողվեց ազգային արժեքների, հայրենական արժեքների շնորհիվ անկախություն ձեռք բերել, Ղարաբաղի հարցը լուծել ժամանակավորապես գոնե հոգուտ մեզ, որովհետև մենք անցել էինք ուրիշ դպրոց։ Ես չգիտեմ, մյուսներին խլում եմ ժամանակը երևի սովետի լավ ու վատ կողմերի թեմայի շուրջ զրուցելի մի բան է իրականում։ Արմեն, երևի թե ինչպես ներկայացրեցի, այսպես էլ նախաբանի խոսքի հնարավորություն տանք, ժամանակները ուզենք չուզենք համեմատություն են տանում մեր արցախյան առաջին պատերազմի, թույլ տվեք ասել 88-ից 89-ից սկսած մինչև 94 թվական ու հիմա էլ իհարկե երբեք պատերազմը չի ավարտվել, բայց նաև 16-ի ապրիլ-մայիսյան սրացումները ու ուզենք չուզենք 29 են գալիս հասնում։ Այդ տարբերությունները ակնառու են։ Ճիշտն ասած, ես ավելի լայն եմ նայում ու պատկերացնում խնդիրը։ Մենք ասելով նկատի ունեմ աշխարհը։ Այսօր աշխարհը անցնում է նոր, մտնում է, փորձում է մտնել շատ այսօր ծնվում է նոր աշխարհ։ Երկունքի ցավերի մեջ, արցունքների, ճվճվոցի մեջ նոր աշխարհ է ծնվում։ Եվ մեր սերնդի բախտը այնքանով բերեց եւ չբերեց, որ մի կողմից մենք տեսանք սովետական միության փլուզումը, հայ ժողովրդի ազատագրումը, նրա հերոսական պայքարը եւ այլն, մյուս կողմից այս ընթացքում մենք դա հայ ժողովրդին չի վերաբերում է աշխարհում բոլորին առանց բացառության։ Այսօր նոր աշխարհ է ձևավորվում, նոր տեխնոլոգիապես, կազմակերպականորեն, մտածելակերպով եւ այլն։ Մեր խնդիրը իբրև հասարակություն այնա, որ մենք բավականաչափ ամրության պաշար չունեցանք եւ այսօր էլ չունենք, այդ նոր աշխարհ մտնելու հնարավորինս քիչ կորուստներով եւ ձեռքբերումներով, որովհետեւ նոր աշխարհը նաեւ նոր հնարավորություններ է։ Սովետական միության փլուզումը նոր դարաշրջան էր, որ շատերի համար կորուստներով պսակվեցին, եթե կարելի է պսակվել բառը։ Նախկին հանրապետությունների մի քանիսում այդպես ասենք գոնե քաղաքացիական պատերազմներ էլ եղան։ Մենակ սովետական միությունը չի, նայեք Հարավսլավիայում ինչ կատարվեց եւ ընդհանրապես։ Մենք այդ պահին բավականաչափ ամուր էինք, կուտակված էներգիա ունեինք, էներգիա ամեն տեսակ գիտելիքի, ռեսուրսի, կադրերի, մենք ունեինք ակումուլյացիա կար այնքան, որ մենք կարողացանք այդ փորձության մեջ, որը նաև հնարավորություն էր, քիչ կորուստներով դուրս գալ։ Այս նոր փորձությանը մենք որպես հասարակություն, ուզում եք ասեք պետություն, ուզում եք ասեք ազգ, նույն բանն։ Մենք այս նորին, որին չէինք սպասում, որ չգիտենք այսքան շուտ կգա, սրան պատրաստ չէինք, այսօր էլ պատրաստ չենք, ոչ կադրերով, ոչ քաղաքական գրագիտությամբ, խոսքս մենակ չի վերաբերում իշխանություններին, սա ամբողջ հասարակության խնդիրն է։ Մենք որպես հասարակություն քաղաքականապես տգետ ենք, բացարձակ մեծամասնությամբ։ Աշխարհն է այդպիսին։ Դրան եմ գալիս, որ մենք, քանի որ լինելով փոքր խոցելի, մեծ փորձությունների, մեծ փոփոխությունների ժամանակ, փոքրերը ավելի խոցելի են։ Այն հեղափոխությունը, որ եղավ 18 թվականին, դա իմ հեղափոխությունը չէր, բայց մյուս կողմից, երբ որ ես նայում եմ, դա մոտավորապես իմ որդու սերնդի հեղափոխություն էր։ Այսինքն, հիմա սա լավ բան է, թե վատ բան է։ Էլի մեր շարունակությունն է, էլի մենք ենք, որ դարձել ենք շատ բան չի փոխվել, այսպես ասեմ։ Մենք ինչ որ պահի շատ կարևոր մեծ փորձության առաջ, որպես հասարակություն, որպես ազգ, պատրաստ գտնվեցինք, այս նորի առաջ պատրաստ չգտնվեցինք։ Երբ որ այն ժամանակ էլ 88 թվին էլ 92 թվին էլ, երբ որ մենք կռիվ էինք գնում, լիքը մարդ կար, պահկվում էր
մահճակալի հետևը տակը բարի ուղակի իմաստով երբ որ գալիս էին մեր սերունդը ձախտերը հիշում է ինձանից աճ ավելի երիտասարդներն են ձեր ասած ձեր շատը գերիշխողը Հենց այդ իմ ասած տեսակարար որ չէին թաքնվում մահճակալի տակ իրանք էին զորով կամավոր գնում որ մի խոսքով ես չեմ ուզում երկարացնել ես կարծում եմ որ խնդիրը գլոբալ է համաշխարհային է եւ այս համաշխարհային նոր դարաշրջանի առաջ մենք գտնվեցինք անպատրաստ անպատրաստը անպաշտպան բանն ասма զգուշացված ես մի նախադասություն եւ եւս մի նախադասություն անպատրաստ լինելու պատճառներից մեկը իբրև հասարակություն ես համարում եմ որ մենք շատ խոսացինք այս ընթացքում Տիգրան Մեծի ֆիդայիների մյուսների մասին եւ մենք չգրեցինք օրինակ գիտաֆանտաստիկ գրքեր այսինքն հայերը փոխանակ ապագան քննարկեն այդ երբ անկախությունից հետո այո անկախությունից հետո ընդամենը այս բանը մեր հաղթանակից հետո փոխանակ մենք քննարկեինք պատկերացնեինք թե ինչ տիեզերանավեր են թռնելու թե ինչ վերջերս այդպեսի գիրք է դուրս եկել գիտաֆանտաստիկ պատմվածքներ ես ուրախ եմ հայկական միջավայր հայկական իսկապես դա նորարարություն էր Սա սիմպտոմ է ուղղակի շնորհակալություն հասկացա տեսեք ասում եք 90-ականների սկզբին 80-ականների վերջին նույնն է որ դանակը իսկապես ոսկորներ հասել մահապարտների ժամանակները հիշում ենք թաքնվողներ կային բայց եկեք հիշենք նաև որ նույն 16-ին ու 20-ի սեպտեմբերի 27-ից սկսած շատ-շատերը իրական որ ոչ պատերազմ էին տեսել, պատերազմի մասին միայն լսել էին ու ընդ որում հերոսականություն էին լսել, ոտքի ելան ու պատրաստական գնում էին։ Նույն Կարպիսի սերունդը, ձեր տղայի սերունդը որ ասում եք։ Հա, ես ոչ եմ ասում, որ սկզբում չկային։ Իմ ու քո տղաները ի վերջո գնացել են։ Լավ, Կարպիս։ Նույն հարցը։ Չէ, գիտեք ինչ, սերունդը էս ձեր սերունդը, դուք այն տարեկան եք։ 31։ 31 ձեզանից փոքրն էլ դուք էլ ձեզանից մի քիչ ավելի ավագներ, որ այն պատերազմին պարզապես չէր կարող մասնակցել, շատերը ոգևորվածել են պատերազմին։ Այո, ես խնդիրը սերունդների մեջ չեմ տեսնում։ Ինչպես այս սերունդը այնպես էլ 90-ականների սերունդը, սրանք հավասարապես նորմալ մարդկանց բազմություն է եղել, այսինքն չի կարելի ասել, որ այն մի սերունդը ավելի լավն էր, այս մեկ ավելի վատն էր։ Խնդիրը պետության մեջ է, որքանով են արդյունավետ գործել 90-ականներին եւ հիմա այստեղ պետք է տեսնենք խնդիրը եւ հենց այդտեղ է բուն հարցը թաքնված։ Օրինակ ինչ էր անում նախ այդ իշխանությունը 90-ականներին փորձում էր պրոֆեսիոնալ բանակ չէ ստեղծել եւ ոչ միայն իշխանությունը, այլ նաեւ ամբողջ քաղաքական իշխանությունը ոչ ուզում էին։ Իսկ հիմա այսինքն ֆիդայական ջոկատները ի վերջո դարձրեցին բանակ, բայց արդեն մեր ժամանակ այս իշխանությունը ամեն ինչ արեց, որպեսզի արդեն կանոնավոր բանակը դառնա ֆիդայական ջոկատ, այսինքն լրիվ ամեն գյուղ մի փոքրիկ ջոկ ստեղծի, ամեն մի ՍՊԸ իր ջոկը ստեղծի, իր տնօրենին հրամանատար նշանակելու, որը ռազմական գործից շատ հեռու է։ Ի վերջո պատերազմը իհարկե մարդու գործոնը շատ մեծ է, պատերազմի ժամանակ է մարդու քաջությունը, հերոսականությունը բայց ի վերջո մենակ մարդը կամ բանակը չէ, չի որ պատերազմում է, պետությունն է պատերազմում իր ամբողջ ինտելեկտուալ ռեսուրսներով, իր ինտելեկտուալ ներուժով եւ այսպես շարունակ, բայց արյուտես որ մեր պետությունը չկարողացավ վերջին պատերազմին տեղափոխվել պատերազմական ռելսերի վրա եւ արդյունավետ գործել։ Այստեղ է խնդիրը քաղաքական վերնախավ առաջինատին խնդիր ստեղծողը քաղաքական վերնախավն է, այլ ոչ թե սերունդները, որովհետև այդ նույն հերոսականությունը նաև եղել է հիմա, եղել է նաև այն ժամանակ եւ կարծում եմ ոչ պակաս։ Նույն պատրաստակամությունը։ Ես մի բան ավելի պատիվ հերոսներին որևէ մեկը իրականում քննադատելու բարոյական իրավունք չունի, կլինի կամավոր զինվոր, թե կանոնավոր բանակի քաջ-սպա ու շարքային զինվոր։ Խոսքը մի քիչ մեր վերաբերմունքի, գուցե մեր անտարբերության մասին է։ Աննա, սկզբում ես ասացի, որ կարծես թե
պայմանական ենք ասում կամ մեծատառերով հայրենապաշտությանը կարծես եկել է փոխարինելու նյութապաշտությունը։ Դուք համաձայն եք այս ձևակերպման հետ։ Տեսեք, աշխարհը ստեղծված է, այսինքն աշխարհի հիմքում նյութն է։ Մենք ուզենք չուզենք, այսօր էլ 21-րդ դարի վայրի կապիտալիզմի ժամանակաշրջանում այդ դիլեմայի առջև ենք կանգնած, հա, այսինքն նյութի եւ հոգու ոգեղենության անվերջանալի պայքար։ Իսկ Հայաստանը դա ավելի շատ իր մաշկի վրա զգաց, որովհետեւ երիտասարդ պետություն եւ 100-ամյակներ, 1000-ամյակներ պետականություն եւ պետական ավանդույթ ունեցող հայրենիքը, որը պիտի ստեղծեր պետություն, այդ 39-ամյա ժամանակահատվածում շատ բարդ շրջան անցնելով դժվար էր միանշանակ անցնելու 21-րդ դարի վայրիվերումների միջով։ Նյութը որպես միջոց բնականաբար բոլոր ժամանակներում անհրաժեշտություն է եղել եւ լինելու է։ Այլ հարց է, թե մենք որպես պետություն կամ պետական ավանդույթ ունեցող, հա, ազգ, ինչպես ենք դրան վերաբերմունք ցուցաբերում եւ ինչով ենք դասիրակում մեր այդ ապագա սերունդներին։ Ես որպես փողին վերաբերում եմ միշտ իր դեպ ասեմ այդ արտահայտչության միջոցին կամ ասույթին, ինչպես ասում են, վերաբերվել եմ շատ մեծ մտավախությամբ, որովհետեւ անկախ նրանից ինձ հուշել են իմ ուսուցիչները, իմ ծնողները, որ փողի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք պետք չէ ունենալ, ես ինքս միշտ մտածել եմ, որ փողը որպես միջոց չպիտի ինձ համար որպես քաղաքացու գերակա լինի, որովհետև եթե գերակա դառնա ինձ համար արդեն ոգեղեն արժեքները։ Այո, ոգեղեն արժեքները երկրորդ պլան են մղվելու։ Այսօր այդ պայքարն է գնում։ Արդյոք մենք կարողանանք մեր հետագա սերունդներին ավելի ոգեղեն դասյարակել 21-րդ դարի նյութական աշխարհում, թե այնուամենայնիվ համարելով փողը որպես միջոց եւ անհրաժեշտություն ինչ որ կենցաղային տարական պայմաններ ապահովելու կամ որևէ նպատակ իրագործելու կկարողանանք նաև այդ հոգին ամրացնել։ Մի բան ընդհատում ենք մեր եթերը, որովհետև Երկիր մեդիայում գովազդի ժամանակն է։ Շարունակում ենք թողարկումը։ Ինձ թվում է չի կարելի նյութական իրականությունը եւ հայրենիքը հակադրել իրար, որովհետեւ մեծ հաշվով Չէ, գերակայության մասին է խոսքը։ Ես հիմա ասեմ, որովհետեւ հայրենիքը չի կարող լինել վերացական անձև, որովհետեւ հայրենիքն էլ, հա, հիմնվում է փողի վրա, որովհետեւ պետությունը ի հայտ է գալիս որոշակի շահեր եւ պահանջներ բավարարելու համար։ Ինքը մենակ հայրենասիրական լոզունգներով չի կարող գոյություն ունենալ։ Դրա համար հայրենիքը նաև պետք է ուժեղ լինի մասնավոր սեփականությամբ, տնտեսությամբ, շուկայական հարաբերություններով եւ այլն, այսինքն հակադրություն չկա։ Բայց այդտեղ էլ որոշակի սահմանափակումներ, սահմանագծումներ մեր ներսում կամ ինչպես հիմա ասում են կարմիր գծեր, չէ՞, նույն առևտրի ու բիզնեսի հետ կապված, չգիտեմ, նույն այդ կարմիր գիծը մեզանից արևմուտք գտնվող երկրի պարագայում պահում ենք, թե չենք պահում։ Դա արդեն ամեն մարդու մտքում որոշելիքն է, իսկ արդյունքում այո կարելի ասել, որ դե ազատականացված տնտեսություն ապրենք, զարգանանք եւ թող բոլորը կուշտ լինեն, բայց այդքանով հո չի ավարտվում բան, չէ՞ որ կա հայրենի, խնդրեմ։ Ուրեմն, քանի որ ես փողի մասին չխոսեցի, բանը հիշեցի։ Փողը վատ բան չէ։ Գարեգին Նժդեհն ասում է, Զմյուրնայի հայությունը այնքան փող ուներ, որ ամբողջ Եվրոպան կառներ։ Որպիսի նրանք քաղաքական ինչ-ինչ բաներ մեզ ձեռնտու, հայերին ձեռնտու անեին։ Այդքան փող ուներ Զմյուրնայի հայությունը, բայց որովհետև քաղաքականապես տգետ էր, ոչ ինքը մնաց, ոչ իր փողը։ Այո, Արմեն, որ չծառայացրին Ուրֆայի հերոսական ինքնապաշտպանությանը ինչ էր նախորդել, երբ որ հոգևոր առաջնորդը հավաքեց մեծամեծերին, ասաց եկեք հավաքենք այսքան ոսկի, տանենք տանք կաշառք, որպեսզի Ուրֆայի հայությունը փրկվի։ Ոսկին էլ գնաց, կաշառատուններն էլ կոտորվեցին, ի վերջո եկան Մկրտիչ 7 եղբայրյանի առաջարկին, որ պիտի զինվել, ուրիշ տարբերակ չկա։ Հիմա մոտավոր նույն բաներն ենք մենք տեսնում, մոտավոր։
Կարելի է ես ձեզ վերադարձնեմ այսօր, որովհետև մեզ շատ ներողություն եմ խնդրում, մեզ այսօրվա վիճակը հետաքրքրում եւ հատկապես ես կարող եմ ասել, թե ինչ պիտի անենք, ըստ իս ինչ պիտի անենք, որպեսզի մենք վերադարձնենք Արմենի ասած այն ակումուլյացիան, որ մենք ունեինք ոչ սովետական պետության շնորհիվ, այլ երևի իր բաց թողած այդ տեղերից քաղաց ազգային ու հայրենասիրական արժեքների եւ նյութապաշտ չլինելու, ինչպես ասացինք, նյութապաշտությունը լավ բան է, բայց մենք պիտի վերականգնենք ինչ անկախ Հայաստանը չարեց, մենք պիտի ստեղծենք կամ վերականգնենք իրավական արդարությունը եւ հատկապես սոցիալական արդարությունը, որից շատ օգտվեց Նիկոլը, երբ սնում էր իր հեղափոխությունը 10-ամյակով եւ երևի իր նաեւ խորհրդատուները։ Իմ որպես լրագրող նախկինում ես ամենօրյա ժողովրդի հետ ամեն օր շփվող, ոնց որ ասում են երակը մատը զարկերակի վրա եղած լրագրող էի եւ ես իմ աչքով ես կարող եմ նույնիսկ թվականը ասել, երբ ես արդեն տեսա բեկումը, որ ժողովուրդը ոչ թե արդեն ազգային, հայրենական, Արցախի արժեքների հետևից է գնում, այլ սոցիալական արդարություն է փնտրում։ 2008 թվականի նախագահի ընտրությունների քարոզարշավին, երբ ես Սևանի ոչ առափնյա գյուղերից մեկում ժողովրդի հետ հերթական հարցումներն էի անցկացնում, թե ինչ են սպասում իրենք նախագահի տեխնացուներից, մինչ այդ ասեմ, որ միշտ սպասում էին, առաջին տեղում դնում էին Արցախի հարցի լուծում, Արցախը մերն է, նոր գալիս էին սոցիալական հարցերը։ Ես Սևանի այդ գյուղում առաջին անգամ հապարեցի, գուցե արդեն եղել էր, ես արձանագրեցի այդ օրը, որ մարդը ասում է, ես խմելու ջուր եմ ուզում իմ գյուղում, առափնյա գյուղ չէր, լեռների մեջ էր, հիմա անունը կարող է ճիշտ չասեմ, խմելու ջուր եմ ուզում, երեխաներից լավ հագուստ եմ ուզում եւ այլն եւ այլն։ Երբ ես դա հապարեցի ներողություն արտահայտությանս համար, սկսեցի մյուս գյուղերում էլ հարցնել եւ պատկերացրեք իրոք արդեն շուռ էր եկել, բեկումը եղել էր, մարդիկ սոցիալական հարցեր էին ուզում լուծել եւ Նիկոլ Փաշինյանը ինչ արեց իր հեղափոխությունը նախապատրաստելիս, գուցե նաեւ իր խորհրդատուների ուժերով իրենք հատիկ այդ հարցերը ուսումնասիրում էին։ Եթե հիշում ինքը օգտագործում էր այդ բոլոր խմբերի դժգոհությունները։ Այո, ընդ որում շատ վարժ օգտագործվեց այդ ամենը, շատ նախապատրաստված օգտագործվեց։ Հիմա հեղափոխականները կամ հեղաշրջում անողները, ով ոնց կուզի թող անվանի, իշխանափոխություն անողները։ Ես հեղաշրջում կանվանեի ներողություն։ Մարդափոխություն։ Այսօրվա թեման այդ չի, բայց ես հեղաշրջում կանվանեի։ Բայց մարդով չփոխվեց, իրականում շատ բաներ փոխվեցին։ Թեմայի հետ կապված մի բան ասեմ, իրականում իմ համոզմամբ Հայաստանի Հանրապետությունը հենց սոցիալական ականների վրա է ձևավորվել, այսինքն այդ ականը միշտ եղել է։ Նկատի ունեք 1991 թվականին։ Այո, որտեվ խորհրդային միության փլուզումը, այդ խորհրդային միության հատկապես վերջին մի քանի տասնամյակները ինչ էր ապահովության, կայունության, ինչ որ շրջան էր, դրա համար մեր ժողովուրդը միշտ կարոտախտով է, ժողովրդի մի զգալի մասը, հատկապես այդ ժամանակ ապրածները կարոտախտով էին հիշում, բայց երբ որ սովետական միությունը կազմաքանդվեց, առաջին տնտեսությունը փլուզվեց եւ հետխորհրդային հանրապետությունները լրջագույն սոցիալական ցնցումների մեջ ընկան, տեղի ունեցավ ստիպված այն նոր եկեք այստեղ ձեզ հետ չհամաձայնենք, որովհետև այո, ընդհանուր խորհրդային միության տարածքը եթե դիտարկենք, ձեր ասածը ճշմարիտ է, բայց Հայաստանում բոլորովին այլ իրավիճակ էր։ Մենք ունենք Արցախ, ունենք Արցախյան շարժում, որը թող ասեմ բնապահպանական շարժումից վերաճեց Արցախյանը ու ունենք արդեն պատերազմ։ Տեսեք, սա տասնամյակների խնդիր է, քանի որ ձևավորվեց շատ վայրի պայմաններում օբյեկտիվ իրականությունից ելնելով շուկայական հարաբերություն, տեղ ունեցավ հասարակության բևեռացում, իհայտ եկան հարուստների եւ աղքատների ինչ-որ խավեր եւ հասարակության մեջ ինչ-որ կոնֆլիկտներ գեներացիոն։ Դրա այդ զուգընթաց նաեւ հակաղարաբաղյան քարոզ էր գնում եւ անդադ մարդկանց մոտ արմատավորվում էր այն մտայնությունը, որ իրենք վատ են ապրում, որովհետեւ կա Ղարաբաղի խնդիր, որովհետեւ կա
Ընդհանրապես Ղարաբաղ, լավ չէ ապրի Սերգոջանի լավ ապրելը իրականում Սերգոջանի լավ ապրելը կապ չունի, հակաղարաբաղյան ինչ-որ ատելության մթնոլորտ է ձևավորվել, համաձայն եմ Տիկին Խաչատրյանի հետ, այս մթնոլորտից շատ լավ օգտվեց Նիկոլ Փաշինյանը։ Դա գնահատականը մի ասեք էլի, այտենց գուցե անձերի հետ կապված որոշակի անձերի հանդեպ ատելություն է եղել, բայց բնական նորմալ հայ լորեցու, սյունեցու, չգիտեմ, գեղարքունիքցու մոտ չէր կարող արցախցու հանդեպ ատելություն լինել։ Բայց խրախուսվում էր որոշ շրջանակների կողմից այդ ատելությունը 2008 թվականի նախագահի ընտրություններից մինչև մարտի 1 ընկած ժամանակաշրջանում դա տեխնացուներից մեկի նույնիսկ ոչ պաշտոնական արտահայտումներ։ Արդյունքը մենք հիմա տեսնում ենք եւ ինչ արեց Նիկոլ Փաշինյանը, այսինքն ամբողից քաղաքական ազգ կերտելու փոխարեն ինքը ել ավելի սնեց ամբողի բնազները եւ լրիվ դա էլ հանգեցրեց ինչ-որ արժեքային նիհիլիզմի։ Այստեղ է ինձ թվում է խնդիրը թաքնված։ Ես սոցիալական առումով, եթե թույլ կտակ, մի դիտարկում անեմ, որպես մարդ, ով իմ ծնողները արցախյան շարժման ընթացքում չեմ կարող ասել, որ մեծ ներդրում են ունեցել եւ առանձնահատուկ վերաբերմունքով դասիրակել են ինձ որպես մարդու, բայց ես այդ արժեքները ստացել եմ դպրոցից, այն դպրոցից, որը պարբերաբար, հատկապես վերջին տասնամյակում թիրախում է հայտնվել տարբեր շրջանակների կողմից, այդ թվում նաև այսօրվա իշխանության։ Որ դպրոցի մասն է։ Հանրակրթական դպրոցների մասին է խոսքը ընդհանրապես, հա, որպես դասիրակող, հա, որպես երիտասարդ, այո, դպրոց, հանրակրթական դպրոցներ, այսինքն այդտեղից եմ այդ արժեքները վերցրել, վերաբերմունք ձևավորել, Արցախը ընկալել որպես իմ հայրենիքի մաս, որպես իմ բնորան եւ այլն, եւ հետագայում էլ դա շատ խոր ու մեծ ազդեցություն է ունեցել քաղաքական գործունեության վրա։ Մարդով այդ սոցիալական տարբեր խնդիրները իր մաշկի վրա զգացել է ու ինչ-որ առումով նաև որպես քաղաքացի փորձել եմ հետազոտել, ուսումնասիրել, օրինակ ինչու է հասարակությունը ձևավորվել նյութական արժեքների վրա հիմնվելով, ինչու է ժողովրդի մոտ, այսօր եմ այդ ռետրոսպեկտիվ, հա, հետ հայաց գցում եւ փորձում հասկանալ մեր հասարակությունը ինչու է փորձում սոցիալական խնդիրներին ավելի գերակայություն տալ եւ հենց դրանով առաջնորդվելով իր բողոքը արտահայտել իշխանության հանդեպ ու ոչ թե օրինակ Արցախի հիմնախնդրի վերաբերյալ։ Հիմա էլ բայց փորձեր են արվում, չէ՞, մանր-մունր խնդիրներով կենցաղային մակարդակի շեղել բոլորիս ուշադրությունը։ Որովհետև այս իշխանությունը, որը այսպես ասենք, հա, կոշտ ձևակերպումներ չտամ, իշխանության եկավ հենց ամենակարևոր սոցիալական խնդրի վրա ձեռքը զարկերակին պահելով այն հիմնադրամների, այն կազմակերպությունների, այն միջազգային նաև կազմակերպությունների, ովքեր շատ լավ խորքային ձևով ուսումնասիրել էին մեր հասարակությանը եւ հասկացել էին, որ այն ժողովուրդը եւ այն ազգը, որը ամենօրյա կենցաղային մակարդակում խնդիր ունի, սոցիալական խնդիր ունի, տարական կենցաղային պայմանները ապահովելու խնդիր ունի, չի կարող իրեն թույլ տալ մտածել մեծ ազգային հարցերի մասին։ Եվ հենց սա շատ լավ իմանալով աշխատել էին այդ հասարակության վրա։ Եվ այդ հասարակությանը չէին սնել, որ որևէ պահի մենք կարողա հայրենիքի մի հատվածը, որ մի քիչ մեզանից հեռու է կորցնենք, հետո խնդիր ունենանք արդեն Հայաստանի բուն տարածքի հետ։ Ախր այդ հեռուն էլ հեռու չէ, այնքան փոքրիկ է մեր հայրենիքը։ Տեսականորեն, այսպես տեսականորեն հեռու ասենք։ Այդ հեռուն որ նայենք Երևանից Լոռու մարզ մարդիկ կան, որ ես վստահ եմ Հայաստանում, Երևանում ապրող մարդիկ չեն եղել։ Այո, այնպես որ հեռուն հարաբերական է։ Բայց բան ասեմ, բոլորի հնարավորություն կտրվի, ամենահեռու զորամասը, եթե ընդունենք ջրականիններ, ու շատերը ասում են, բա իմ տղան ինչու պիտի գնա Արցախում ծառայի, առանց հասկանալու, ու շատերը դա շարունակում են, որ ջրականում պահում է հենց եթե լոռեցի է լոռվա սահմանները, եթե Սարիթաղում է ապրում կամ երրորդ մասում, հենց երրորդ մասն է պահում։ Ախր հենց նման բանակի վարկաբեկման փորձերով մենք, չեմ ասում, բանակի զենքը դրեցինք, վերածեցինք ելակի, ինչպես շատերը հիմա երբեմն ասում են, բայց մենք բանակի հետ կապված վերաբերմունքում շատ բաներ փոխեցինք։ Քաղաքական վերնախավի երեխաները ինչու ջրականում չեն ծառայում։
Ես կարծում եմ պրոբլեմը տեղա։ Անկեղծ չգիտեմ կոնկրետ դուք ումի նկատի ունեք, բայց անարդարություն բնական է։ Դա սոցիալական անարդարություն է։ Ու որևէ մեկը չի ասում, որ մինչև ձեր ասած իշխանափոխությունը կամ հեղափոխությունը կամ հեղաշրջումը ամեն բան լավ է եղել։ Այն ժամանակ թույլ տվեք ասեմ, էլի մենք բանակ ունեինք, թող այդ բանակում ելակ չլիներ, բայց մենք ունեինք զինվոր, ես բանակին շատ մոտ եմ եղել, իմ տղան էլ ծառայել է այդ, ինչպես ասում են, կիսասոված բանակում նման բան չի եղել, բայց թուրքը գլուխը չէր կարող բարձրացնել, այդ միանշանակ եմ ասում ձեզ։ Այժմ կարճատև դադար գովաստ։ Ուզում մեր մեղավորության աստիճանը ամեն մեկս փորձում են գտնել մտքում, բայց բարձրաձայնում ենք մեկը նախկինների վրա գցելով, մեկը բանակը թալանելու։ Ուզում եք ասել, ես ինձ անձամբ ինչու եմ մեղավոր ճանաչում։ Հիմա հարցս կձևակերպեմ։ Մեկն էլ մեղավորությունը բացառապես այսօրվա իշխանության վրա է դն հիմք կա հիմնական մեղավոր կամ հիմնական պատասխանատու ճանաչելու այս իշխանությանը։ Տեսեք, շնորհակալություն, որ չասեցիք անձամբ դու մեղավոր ճանաչում ես թե չէ, որովհետև ես ինձ մեղավոր չեմ ճանաչում, օրինավոր քաղաքացի եմ եղել, կարող եմ սիրտս դնել, ձեռքս դնել սրտիս եւ ասել այսօրվա իշխանությանը, քանի որ ես լիք չափից դուրս շատ բաներ ունեմ ասելու մեղավորության եւ այլն, բայց ինչպես տեսա, այստեղ ստացվել է այնպիսի մի խումբ ասեմ, թիմ ասեմ, որոնք բացակա մեկի մասին են խոսում, եկեք ամեն օր հրապարակային այսօրվա իշխանությանը ասում եմ, հիմա թե այսօրվա իշխանությանը, թե նախկինների, ես այս ամբողջի նաև պատճառներից մեկը, շատ կարևոր պատճառներից մեկը կանվանեմ ինֆորմացիոն իմունիտետ այդպես էլ ձեռք չբերելու ինչ ասեմ կարողություն իշխանության, չէ, ամբողջ հանրության համար, ասեմ, Արմենը որ ասեց ակումուլյատիվ եւ այլն վերեցինք, մենք սովետից ունեինք մինչեւ 12 տարեկանը ձևավորվելը հիմնական ձևավորվելը լավ մուլտեր, լավ մշակութային եւ այլն արժեքներ, որոնք մեզ դաստիարակում էին, ծնողին սիրել, հայրենիքը սիրել, եղբորը սիրել։ Հիմա ես եմ ձեզ վերադարձնում, լավ, գամ, վերադառնամ։ Ուրեմն ինչ նկատի ունեմ ինֆորմացիոն իմունիտետ ասելով, այն սովետի ժամանակվա խոհանոցը, որը մեր ինֆորմացիոն իմունիտետն էր, մենք դաստիարակվում էինք, հասկանում էինք, որ ինֆորմացիան վրեմյան լրիվ սուտ է ասում, այս կուսակցությունը սուտ է ասում եւ այլն, դա մեր իմունիտետն էր։ Երբ մենք եկանք անկախություն, ոչինչ չփոխարինեց այդ խոհանոցին։ Ես մի քիչ սկսում եմ ջղայնանալ, որովհետև խոսքը արդեն ազատ լրագրությանն է։ Բան գալիս այսօր ասուտ լիքին են հասնում։ Ոչ մի իշխանություն ներողություն չստեղծեց։ Պետական ասեմ, ազգային ասեմ, հանրային ասեմ, անաչառ լրատվամիջոց չստեղծեց։ Բոլորը իրենց օրվա, նույնիսկ կուսակցությանն չէ, օրվա շայկային, օրվա թիմին ներողություն արտահայտությանս համար, օրվա թիմին սպասարկող պետական ազգային հանրային լրատվամիջոց ստեղծեցին եւ դրա տեղը ժողովուրդուներ այդ պահանջմունքը զբաղեցրեց տասնամյակից ավելի։ Օտարերկրյա Ազատություն ռադիոկայանը իրոք իր հայրենասեր մարդկային արժեքները գիտակցող լրագրողներով այն թիմի մասին է խոսքը, որոնք Ազատություն ռադիոկայանը հասցրեցին հեռուստատեսային ռեյտինգի մակարդակի, ասում էին, եթե Ազատությունն ասել, ճիշտ է ասել, եւ երբ Ազատությունը թեքվեց, չկար տեղը որևէ բան, որ պահպանի։ Սերժ Սարգսյանը ինչ ուներ պահպանելու համար ժողովրդի ինֆորմացիոն կամ Ռոբերտ Քոչարյանը ժողովրդի ինֆորմացիոն խախտել է, եկեք վերադառնանք այսօրվա մեր վիճակին։ Ես այս հաղորդմանը պատրաստվելիս Աննայի գրառումներից մեկը կարդացի, ստի կեղծիքի ու երկերեսանիության դեմ պայքարի մեկ մեթոդ գոյություն ունի։ Մարդուն անդադար պիտի ցույց տա ստախոսի ասածն ու արածը։ Այդ մարդը ով էր։ Օրվա իշխանությունը, իշխանական խմբակը հանձին իրենց գերագույն գլխավոր ղեկավարի, որի ստերը նույնիսկ իմ մանկահասակ երեխաները արդեն կարողանում են հասկանալ։ Այսինքն ես պայքարի ուրիշ միջոց դեռևս չեմ բացահայտել, գոնե թե ինքս ինձ համար։ Մարդկանց պարբերաբար ցույց տալու երեխան, բայց 100 հազարավորները դեռևս
բոլոր կարգի ստերին են հավատում։ Հավատում են, որովհետև այո, համաձայն եմ Տիկին Ռոզաննայի հետ, որ տեղեկատվական կոլապսի մեջ է մեր հասարակությունը գտնվում։ Չունենալով տարրական մեդիա գրագիտություն, հասարակության մի լայն հատվածը, ես կարող եմ սեփական օրինակի վրա խոսել, որ որևէ մեկին չվիրավորեմ։ Օրինակ, իմ մայրը, երբ վերցնում է հեռախոսը եւ սկսում է տարբեր լրատվականների մատուցած նյութերը նայել, ինքը չգիտի որ աղբյուրից կարող է օգտվել, որը չէ։ Իսկ սա ով պիտի իրեն ուղղորդեր, բնականաբար պետությունը, երբ որ պետությունը ուղղորդում է ֆեյք լրատվականների, պերֆեկտիվիների մատուցած կեղծիքը եւ սուտը, բնականաբար հասարակությունը գնում է խորը թմբիրի մեջ, մոլորության մեջ ու չգիտի ինչ աղբյուրներից ճիշտը, հետեւաբար հասարակությանը ժողովրդին մեղադրել նաև հակված չեմ, կար ինչ-որ ժամանակ, որ մեծ բարկությամբ եւ նեղացած այսպես կեցվածքով, հետո հասկացա, որ այդ հասարակությունը մեղք չունի, որովհետեւ այն ինչ պետությունը իրեն մատուցում է, այդ հասարակությունը վերցում է, անտարբերությունների պատճառներ ունի, մեր, տեսեք, մեր այսօրվա իրավիճակը մեկ խնդիր չէ, մեկ պատճառ չէ, այդ բազմաշերտ խնդիրների եւ պատճառների մի այսպես համախումբ է, որոնք փոխկապակցված ձևով այսօր բերել են հասցրել են այս իրականությանը։ Սոցիալական անարդարությունը, ընդհանրապես ճգնաժամային իրավիճակը հանգեցրել նրան, որ մեր ժողովուրդը բնական հակվածություն ունի դեպի միֆերը, դեպի առասպելական պատկերացումները, դեպի պոպուլիզմը։ Իսկ ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանին, ապա ինձ թվում է Նիկոլ Փաշինյանը շատ տաղանդավոր գործիչ է, նույնիսկ եթե նկատմամբ բացասական վերաբերմունք ունեմ գործունեության, բայց ստիպված եմ փասել։ Սկզբում շատ ողջավորված էիք։ Այդ ասեմ։ Դա ուրիշ պատմություն է եւ Նիկոլ Փաշինյանը 21-րդ դարի գործիչ է, ժողովուրդն էլ է 21-րդ դարում, բայց մեր մտավոր եւ քաղաքական շրջանակների մի զգալի մասը դեռևս 19-րդ դարում են, այդ թվում միգուցե նաեւ մենք, եւ մենք չենք կարողանում որսալ Դե իշխանությունը փաստորեն Փաշինյանը կարողանում է պուլսը որսալ, որ ժողովրդին պահում է 19-րդ դարում։ Չէ, նույն։ Այո, մենք պուլսը գործիչների մեծ մասը պուլսը չեն որսում, իսկ Նիկոլ Փաշինյանը շատ լավ պուլսը որսացել է։ Հիմա չկա այլընտրանքային գործիչ, որ էլի կարողանա ժողովրդի լեզուն հասկանալ ցավոք սրտի։ Լավ խորհրդատուներ ունի։ Այս առումով համաձայն եմ Կարպիսի հետ, գիտեք ինչու, որովհետև Փաշինյանը փաստացի լինելով այդ political animal, քաղաքական կենդանի, ուրիշ կենդանի չկա քաղաքական։ Հա, բայց գոնե հասարակության մի փոքր մասը տեսնում է, որ սուտ է, կրկնակի սուտ է, պոպուլիզմ է, դավաճանություն է, հայրենիք հանձնել է, ինչ ուզում եք թվարկեք, բոլորը կսազ է այսօրվա իշխանություններին, որ իր դժգոհությունն ու բողոքը պատշաճ ձևով։ Այ ես դրա համար էլ ասում եմ, որ այսօր գլուխ է բարձրացրել այն, ինչի մասին հենց հիմա խոսում ենք, Արմենը աշակերտպես ձեռք է բարձրացնում, կներեք սպասեցին։ Ասեցի, չընդհատեմ։ Երբ որ իմ բացման խոսքում ես ասեցի, որ մենք ունենք տգետ հասարակություն, քաղաքականապես տգետ, այդ տգիտությունը վերաբերում է եւ Արցախի նկատմամբ վերաբերմունքին, եւ բանակի նկատմամբ վերաբերմունքին, եւ լրատվությունը աղբը ոչ աղբից տարբերելուն, այս ամբողջը մենք ունենք մի հասարակություն, որը վահան չունի, մաշկ չունի, մերկ կանգնած է քամիների, վարակների, հողմերի առաջ։ Այս իրավիճակում ում շատ է տրված, նրանից շատ է պահանջվում, ով ունի ինչքան մեծ իշխանություն ունի, այնքան ավելի շատ է իրանից պահանջվում։ Ինչ ունեցանք մենք արդյունքում, սոցիալական անարդարության դեմ պայքարը, որ կա ամենտեղ, սոցիալական անարդարություն կա ամեն, սոցիալական անարդարության դեմ պայքարը փոխարինվեց գիտակցաբար, հանցագործ գիտակցությամբ, փոխարինվեց սոցիալական ատելություն քարոզելով։ Սոցիալական արդարության դեմ պայքարը շատ լավ բան է, շատ ճիշտ բան է։ Սոցիալական ատելությունը, ծայրահեղականությունը օգտագործվեց, չարաշահվեց մեկ։ Ինչու դա հնարավոր եղավ։ Նույն այդ անպաշտպան, տգետ, քաղաքականապես, ինֆորմատիկապես տգետ հասարակության։ Երկրորդ, երբ որ դուք ասում եք, որ ես ինչ սուտ ասեմ կանցնի, ու տեսնում եք, որ անցնում։ Ես դա եմ նկատի ունեի։ Դա դառնում է աշխատանքային գործիք,
Եվ այդ քարոզը իր դաժան արդյունքը տալիս է, սիրելի ընկերներ, ախր մի պահ պատկերացնենք 10 տարի առաջ որևէ մեկի մտքով կանցներ, որ ասեր դե Շուշին հայկական չէր, դրա համար տվեցին, Հադրութը հայկական չէր, դրա համար տվեցին։ Այդ քարոզը այսօր էլ է աշխատում։ Դե լավ, ոչինչ, այդ 120,000 Արցախում բնակվող արցախցու բնիկ հայ մասին, չմտածենք 3 միլիոնի նյութի մասին։ Հիմա ավելի վատ բան է կատարվում։ Ամբողջ հայ ժողովրդի, մենակ հայ ժողովրդին չի վերաբերվում, բայց մենք էլի եմ ասում, քանի որ պակաս պաշտպանված ենք։ Ինչ են ասում։ Ասում են ժողովրդի տարբեր խավեր, տարբեր բաներ ունեն։ Թակարդներ։ Մեկին ասում են դե բան է, աշխարհը ղեկավարում են ինչ-որ մի հատ խումբ, իրանք սա ամեն ինչ որոշել են։ Ռոթշիլդները, չգիտեմ ինչ էր, այն մյուսին ասում են բանը, աստղերն են որոշում ամեն ինչ, նրանք էլ աստղագուշակներին են լսում։ Այս Ռուսաստանը սենց է որոշի, Ամերիկան սենց է որոշի։ Հայն ինչ, ռուսը, թուրքը, չգիտեմ, ամերիկացի։ Անընդհատ հայ ժողովրդի բոլոր խավերին ասում են դու ոչ մի բան ես, դու գոյություն չունես, քո որևէ քայլը, որևէ խոսքը, ոչ մի անիմաստ։ Դուք էլ նոր տգետ ասեցիք։ Հա, ես ասում եմ քաղաքականապես տգետներին պետքա կրթել, որ չլինի տգետ։ Ես ոչ թե վիրավորում եմ, ես եթե պետքա վիրավորվի, թող վիրավորվի։ Ես փաստն եմ արձանագրում։ Ես տեսնում եմ մի հասարակություն, որը քաղաքականապես տգետ է եւ սա ցավ է ինձ համար։ Ես ուզում եմ, որ ինքը լինի լրատվական առումով պաշտպանված, դավադրական բաներին չգնա, որ ինքը հավատա իրան, որ ինքը մտածի, որ ինքը կարա ինչ-որ բան անի, քայլ անի, խոսք անի, որ ինքը կարա կրթվի, ոչ թե պարկի լացի ասի պետությունը ինչ չի ապահովում, սա սրիկա իշխանություններ են, բայց ինքը պատրաստ չի ոչ վերապատրաստում անցնելու, քանի որ նոր դարաշրջան է, նոր մասնագիտություններ պետք է ձեռք։ Մարդու մասին է խոսում, բայց բազմաշերտ հասարակության մասին է, չէ՞ խոսքը։ Մեր հասարակության բոլոր շերտերի, գրեթե բոլոր շերտերը, ցավոք սրտի, քաղաքականապես էլի եմ ասում։ Այդ դպրոցը, որ հայրենասիրություն էր դաստիարակում, շատ լավ էր անում ձեր դպրոցը, բայց այդ հայրենասիրության դաստիարակելու հետ միասին պետք է գիտելիք տար։ Ես հենց նոր դա է ձեզ գիտելիք, որ ասում եք իշխանությունից պահանջի, բայց չեք ասում, ախր այդ իշխանությունը ինքը պիտի հենց իջեցնի, վերևից իջեցնի այդ գիտելիքը, այսինքն կներեք, բայց իմ երեխան տանը նստելով, եթե ես չուղղորդեմ եւ պետական հանրակրթական դպրոցը իրեն չուղղորդի թե ինչ գիտելիք ստանա, ինքը օդից չի կարող ստանա, ինչքան էլ որ 21-րդ դարի տեղեկատվական զարգացվածության շրջանում ենք իշխանությունների այսինքն ուղենիշեր պիտի լինեն իշխանությունների պարտականությունը, բայց հիմա շատ բաներ դպրոցում օրինակ փորձում են փոխել ու շատերը պնդում են, որ այդ փորձը ավելի ձախողման է տանելու մեզ դե որովհետև դա փնթի ձևով է արվում դա փնթի ձևով է արվում այսինքն այստեղից այնտեղից մի քանի ինչ որ պաշտոնյաներ ովքեր հնարավորություն են ունեցել գնալ արտերկիր արտասահմանյան փորձին ծանոթանալու, հետո տեսել են, օ, այստեղ շատ լավ բան կա, Ֆինլանդիայում, Ամերիկայում վերցնենք, բերենք, բայց իրենք հարց չեն տալիս, արդյոք այնտեղի փորձը հայաստանյան իրականությանը համապատասխանելու է։ Իսկ եթե ավելի իմաստուն գտնվեին, կարող էին վերամշակել նոր տեղայացնել։ Ես նաև ի նկատի ունեի ձեր ասած արտասահմանյան ֆոնդերի փողերը, որովհետև այդ փողերը գիրք էին դառնում, բայց դե գրքում ինչ էր գրված շատերը այդ պայմաններից չէին գնահատում ու ոնց էր մեր երեխան այն տղան, որ այսօր բանակում ծառայում է, թե ինքը ինչ է սովորել կամ ընթացքում ինչ աղանդի հետևորդ է դարձել։ Դա հեչ կարևոր չէ։ Ինֆորմացիոն իմունիտետ ասելով ես նաև սա նկատի ունեի, որպեսզի մարդը ոնց որ սովետում մենք ասում ենք, սա սուտ է ասում, սա ճիշտ է ասում, սա մարդը կարողանա իմ պետական լրատվամիջոցը անաչառը վստահելի է ինձ այս բազմակարծ ինֆորմացիան տալիս, ես գիտեմ սա սենց է, սա նենց է, մարդը կգնար սեմինարի, ոնց որ իմ սերունդն էլ է, գրանտներով ապրել, ես ինքս Ամերիկայի կոնգրեսի շատ բարձր աշխատավարձ եմ ստացել, պետության լրատվամիջոցը չի կարող էլի անաչառ լինի, ինքը արդեն զբաղվում է պետության պրոպագանդայով։ Մենք սերնդակիցներ ենք, մեր ակումուլյացրած Արմենի ասած այնքան մեծ ա եղել բագաժը, մենք այդ ինֆորմացիոն իմունիտետը ունեինք։ Մենք գիտեինք ինչն է սուտ, ինչն է ճիշտ, բանակում նստած երեխան
մեր սերնդի ինքն էլ եթե բաներ ստանում, երկիր թերթը տանում էին, ինքը գիտեր երկիր թերթում ինչա գրած կամ ինչ չի գրած կամ ռադիո չգիտեմ, այդ ժամանակ բանակը եղել է։ Ինչ վերաբերում է այսօրվա իշխանություններին։ Դե ասում եմ, հանրայինը չապահովեց, ազգայինը չապահովեց, հանրային ռադիոն Սիրելի ընկերներ, այդ նյութ ասելով, փող ասելով, եկեք հասկանանք նաև պաշտոն, եկեք հասկանանք նաև աթոռ, եկեք հասկանանք այդ աթոռից ընկնելու հետագա վտանգներ ու պաշտոնազրկում կամ հերթական իշխանափոխությունից հետո պատասխանատվություն։ Այ հանուն դրա էլ հայրենիքն ու հայրենասիրությունը շատ հաճախ մի կողմ են դրվում եւ գալիս է առաջ աթոռը։ Ես էլ մի բան ասեմ թեմայի հետ կապած, օրինակ ես չեմ կարծում, որ խնդիրը կրթությունն է, որովհետև կարող է մարդը հրաշալի կրթված լինել, Հարվարդի համալսարանը ավարտած լինի, բայց քաղաքականապես լինի, ինչպես մեր ավակ ընկերը ասեց, տգետ։ Այսպեսի բազմաթիվ կրթությունը շատ կարևոր նշանակություն ունի։ Բայց Հարվարդի համալսարան ու տարատեսակ դասընթացներ էլ կարելի է սովորել հատուկ նպատակով այստեղ երկիր կազմակերպելու համար, եկեք դա չմոռանանք։ Նույնիսկ տեխնոլոգիական առաջընթացը չի ընդհանրում, որ մարդը ձերբազատվում է իր արխայիկ մտածողությունից, որովհետև եթե մտածողությունը այդ ուղղությամբ է զարգացած, արդեն ինքը ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով է նորից վերարտադրում իր միֆերը, իր առասպելները, դավադրապաշտպան 21-րդ դարի համակարգիչներով ինքը լսում է perfect TV։ Օրինակ հիմա բայց ես չեմ կարող ասել, ես եմ ավելի ինտելեկտուալ, թե սարերում անասուններ արածացնող հովիվը։ Կարող ենք այդ հարցը իմաստուն Իմաստուն թե ինտելեկտուալ, ես օրինակ երևի թե հեռուստադիտողը կհիշի, շատ եմ շրջագայել հայոց ծառերով ու գյուղերով, շատ հովիվների եմ տեսել, որ անընդհատ կարդում էին ու երբեմն այնպիսի գրքեր էի ես նրանց ձեռքին տեսնում, որ ինձ համար իրականում զարմանալի։ Հիմա ասածս ինչ է։ Հեքիաթ չէին կարդում։ Ժողովուրդը կամ ժողովրդի մի զգալի մասը չի արձագանքում խնդիրներին, խնդիրներին չի արձագանքում, որովհետև ներկայացված չի քաղաքական այլընտրանք։ Այստեղ է խնդիրը, այլ ոչ թե որ ժողովուրդը պոզերով չի կամ չգիտեմ, պոչ ունի, քաղաքական այլընտրանք չեն ներկայացնում։ 1000 կուսակցություն ու 1000 ոչ մեկ որևէ իրատեսական բան չի առաջարկում, որ ժողովուրդը որպես հավաքականություն լինում է պրագմատիկ։ Այս Արցախի հարցում համախմբում ենք ասում, գոնե այդ Արցախի բլոկադայի մեր հայրենակիցներին գոնե հեռախոսով ոգևորելու հարցում ինչ քաղաքական մոտեցում, ինչ բան, եթե այն ներկրված հասցրսկված ատելությունը չկա, որ կանգնեն ասեն այդ 120,000 հոգու մասին եկեք չմտածենք ու չվտանգենք ձևավորվել է վակուումային տարածություն, հետո կներեք Սյունիքի, չգիտեմ 100,000-ի մասին չմտածենք, հետո Վայոց ձորի 60,000-ի, հա, ձևավորվել է վակուումային տարածություն, որը լցվել է ամեն ինչով, այդ թվում նաև անբարոյականությամբ, դուք էլ այդ անբարոյականության օրինակը բերեցիք, բայց հիմա այդ տարածությունը պետք է լցվի քաղաքական այլընտրանքներով, որը չկա։ Հիմա կարող ենք Արցախի մասին ճոխ-ճոխ հայրենասիրական բաներ ասենք, բայց իրական քաղաքական կուրս որևէ մեկը ցույց չի տալիս, թե օրինակ ոնց փրկենք 120,000-ին։ Ասեմ, եթե թույլ կտակ ներողություն, ոչ թե ցույց չեն տալի, ասում են եկեք դրա մասին առհասարակ չմտածենք, թող ռուսը մտածի։ Ես եթե թույլ կտակ շարունակեմ կարպիսին, տեսեք, այստեղ ինչ որ առումով ճիշտ եմ համարում քաղաքական կուրս ցույց չտալու, բայց եկեք նաև շատ չգերագնահատենք մեր ունեցած պոտենցիալը, այսինքն չի կարող հայտնվել մեկ հոգի երկնքից իջած, ով կասի սա է ճանապարհը ու բոլորը կասեն, օ, իմաստուն է ու նրա հետևից կգնան։ Այսինքն այդ կուրսը պետք է ինչ որ միավորված ձևով որևէ հարթակի շրջանակներում շատ խելացի մարդկանց համախմբումով տեղի ունենա։ Մեկը մի առաջարկ է անում, որ ինչ որ մի օղակում աշխատում է, մյուսը մեկ այլ առաջարկ է անում, այսինքն դա պիտի համազգային ձևով տեղի ունենա, ոչ թե որևէ մեկը դուրս գա։ Այստեղ ավելի շատ ես տեսնում եմ խնդիրը, այն որ ասում են ինչի սա այլը տեղից չի շարժվում, ավելի շատ քաղաքական պատասխանատվություն վերցնելու պատրաստ մարդկանց բացակայության մեջ է։
Կան տարբեր մարդիկ, ովքեր ունեն տարբեր պատկերացումներ, տարբեր գաղափարախոսական մոտեցումներ, ազգային, ոչ ազգային, առաջադիմական եւ այլն, ընդ որում այստեղ էլ է հարց, արդյոք այդ մարդիկ իրապես պատկերացնում են այդ ազգայինը որն է, որովհետեւ իմ համար կարող է միգուցե ազգայինը մեկ այլ ընկալում ես ունեմ ազգայինի մասին, մյուսը մեկ այլ։ Հետևաբար այդ բոլոր մարդիկ տարբեր պատկերացումներով նախ առաջինը պիտի հասկանան իրենց համար, իրենք պատրաստ են քաղաքական պատասխանատվություն վերցնելու, իրենք այն մարդիկ են, ովքեր կարող են ստանձնել եւ հարց տան, արդյոք իրենք պատրաստ լինելուց հետո կարողանալու են երկիրը իրականացնել։ Այդ բեռը կարող են տանել, թե գցելու են տանել, այո։ 2020 թվականի նոյեմբերին կներես Անա լրացնեմ իշխանությունը փողոցում թափառում էր, բայց որևէ մեկը չկարողացավ վերցնել կամ չուզեց, որովհետև կարծես թե կա կոնսենսուս, որ սա գործը թող Նիկոլ Փաշինյանն անի, այլ ոչ թե մենք եւ չափենք սերունդների կողմից։ Ես այդպիսի տպավորություն չունեմ, ճիշտ ասած, պարզապես ինքը ավելի թույլ էր այդ ժամանակ, ինչ վերաբերում է հիմա։ Նրանք ովքեր ուզում էին թափառող իշխանություն վերցնել, հնարավորությունը այդ ժամանակ բաց թողեցին։ Երևի թե sense ձևակերպենք այդ նախադասության վերջը։ Ես կարծում եմ, որ սեպը սեպով, ինչպես Նիկոլ Փաշինյանը տասնամյակներ շարունակ, կարծում եմ 10 տարուց ավելի կաթիլ նախապատրաստում էր իր ճակերտներում հեղափոխությունը, մեզ մոտ միակ փրկությունը նույն ձևով պատասխանելն է, այսինքն ուղղոր հասցեավորված մարդկանց հետ աշխատել սոցիալական արդարության, իրավական արդարության խնդիրներով, Արցախի հարցով մենք չենք կարող հիմա, ինքը այնպես են ներկայիս իշխանությունները տարանջատել, բզիկ արել հայրենիքի, Արցախի, բանակի գաղափարները, որ մենք դրանից սկսելով չենք կարող, մենք պիտի սկսենք այնպես, ինչպես ինքը արեց կաթիլ, 1+1 էր անում, տաքսիստներին էր անում, կարմիր գծեր, դուք ինձանից լավ գիտեք, եթե գա մի քաղաքական ուժ, որը հասցեագրված բոլորի, նույնիսկ ես 2008-ի ընտրություններում իմ շրջապատում արդեն մարդ չգիտեի, թե իրենց Լևոն Տեր-Պետրոսյանը ինչ չի խոստացել, մեկին թերթի խմբագիր, մեկին բնակարան, մեկին այդ նույն ձևով պիտի գնանք ուրիշ ելք չունենք։ Բայց անպայման վերաբերվում Շաղախը պիտի լինի այն լավ տեղերից։ Նույն Նիկոլենք ներկայիս իշխանությունները նույնիսկ արդեն պատերազմից հետո պարտությունից հետո ընտրություններում էլի Արցախի հարց էին շահարկում։ Դե հիմա այդ մարդիկ ես չեմ կարծում նախ 600,000 Արցախի համար են Նիկոլ ընտրել, բոլորն էլ գիտեն ինչ են ընտրել, վարչական ռեսուրսներ որ հանենք, երևի մարդ չի մնա այնտեղ։ Հիմա ասում եմ, եթե կլինի մի բայց այդքան ժամանակ ունենք այդ կաթիլացնելու։ Ուրիշ ելք չունենք։ Եթե Նիկոլեն կաթացնում են ձեր ասած դրսի փողերով սնվող մեթոդներով, մենք ինչով կաթացնենք։ Պիտի գտնենք, հայրենասիրությամբ ու կամավորությամբ մեծահարուստներով, չգիտեմ, ներսի ներուժով, ինչով մենք պիտի գտնենք կաթիլը նաև արագացնելու։ Լավ, քիմիկոսներ գտեք, թող կատալիզատորի բաններ, գաղափարներ գտնեն։ Ախր երկիր ու հայրենիք մի քիչ սիրել է պետք է։ Այդ թող դա լինի, սիրելով, կա մի հատ հսկայական մաս կա։ Մենք բոլորս այդ մասի ներկայացուցիչներն ենք, որ սիրում է երկիրն էլ, հայրենիքն էլ։ Նենց չի, որ բոլորին սարքեցիք ապակաղաքականացված, ապա հայրենասեր նյութապաշտներ ենք։ Մենք բոլորս ներկա ենք, ամեն մեկի ստեղի հետևում մի երևի մի քանի Ախր եթե շատ լինեինք, այսպես չէր լինի։ Շատ 50 եւ 1 շատ ենք, չենք կարողանում միավորվել։ Ես ձեզ առաջարկում եմ միավորվելու։ Շաղախը կլինի Արցախի հայրենիքի հարցը, բայց առանձին բոլորին հասցեավորած բերեք։ Պատրաստում է հաղորդմանը Արմենի թույլ տուր Արմեն ասել հրաշալի հրապարակախոսական գործերից մեկը եւս մեկ անգամ ընթերցեցի ու որոշեցի մի մասը առանձնացրել 11:99:35 ակայից է խոսքը նախանձեք դրանց հայրենասերներ, որովհետև հայրենիքը սիրելու համար չէ, այլ կրելու։ Նախանձեք նրանց, ովքեր կրում են հայրենիքը իրենց ոտքերի տակ, որպես պայթյունից ցնցվող հող, որպես ձյուն, որպես ջրափոս, որպես զառիթափ, որպես զառիվեր, որպես ողբերգական պատականությամբ տրորված ական։ Սա 92 թվականին է Արմենը գրել, բայց նույն այս նախանձեքը ես կտեղափոխեի ձեր թույլտվությամբ թե 20 թվականի պատերազմ, թե նաև այսօր այն տղաների, ովքեր սահման պահում են, որքան որ կարողանում են։
Այդ հայրենիքը սիրելը հայրենասիրություն է, չէ՞։ Այդ բառերի խաղ չեմ անում։ Հայրենիքը սիրելով չի պետք է կրես, ոնց որ հագուստը, ոնց որ, չգիտեմ, ծանոթ ռյուկզակը։ հա, որևէ դա քո մարմնի մասն է, դա սիրելու համար չի, դա քո ապրելու կերպն է։ Ես ուզում եմ խոսեմ այն մասին, որ ես որ այդքան ասում եմ, շատերին կարող է վիրավորական թվալ։ Մեր հասարակության մեջ կան հսկայական քանակությամբ հիվանդություններ, մեր հասարակությունը հիվանդ է, մինչև չխոստովանենք, մինչև եթե անընդհատ ասենք, որ մեր ազգը հրաշալի է եւ այլն, տես չի։ Մենք այսօր այս պահին մենք ունենք հիվանդ հասարակություն, այդ հասարակության հիվանդությունները կոնկրետ ախտանշաններ ունեն, որոնց մասին մենք այսօր ահագին խոսեցինք։ Այդ ախտանշաններով պետք է ախտորոշենք ինչ հիվանդություններ են, ամեն մեկին ինչ բուժում կա։ Այս բոլորը Իսկ այդ ախտորոշումը բարձրաձայնելով պիտի անել, ես ինչի նկատի ունեմ։ Հիմա ասենք մեկին գտնում են, որը չգիտեմ բանակից, էլի խես բանակի վրա են օրինակները բերում, բանակից գողացել է պայմանական եմ ասում 10 լիտր բենզին եւ սա դրոշակ ենք դարձնում։ Դո միշտ էլ գողացել են, բայց այդ մանր մունր ժուլիկներին ուղակի ժամանակ պետք չէ տրամադրել ու մարդկանց ուղեղում էլ նստացնել, որ դե էս ենք էլի մեր ազգը։ Չէ, այդ ժուլիկության կողքը կա իրոք քաջություն ու հերոսություն։ Ձեր ասածը հակաբանակային քարոզչություն է։ Իմ ասածը կոռուպցիայի որը շատ կիրառվեց, չէ, եկեք ասենք։ Այս տարի մենք 3 բալ հետ ենք իջել։ Մեկ էլ հմեկով ասում եմ բարձրացել ենք։ Անցյալ տարի եւս 3 բալ էինք իջել։ Այդ ինչ պատահեց։ Գիտեք ինչ պատահեց։ Որ 6 բալ 2 տարվա մեջ իջանք։ Երբ որ նախքին կոռուպցիոն համակարգը ապամոնտաժում էին, այդ ժամանակ մենք աճում էինք։ Հիմա արդեն նորն է ձևավորվում։ Դրա համար նորից հիշնում ենք ներքև։ Այ սա է ախտանշանը, ախտանիշը եւ սա պետք բանան ոչ թե գնանք մի հատ պրապրշի գտնենք, ասենք բանա բենզինը քաշի ավտոյի մեջից։ Խնդիրն է, որ բոլորը խոսում են ախտանիշերի մասին, այսինքն հիվանդությունը ախտորոշվել է, բայց բուժումը չեն ասում։ Մենք պետք է բուժումը վերջին տարիներին հենց բոլորը դրա մասին են պետք է սկսվի իշխանափոխությամբ։ Այս իշխանությունների Կարպիսի գրառումներից մեկում էս վերջերս թե գուցե բանով եմ լսել, ասում են ԿՊՀ-ականները չեն նահանջել։ Իրանց պետք է կիսամեր չեն նահանջել։ Ինչքան շուտ մեռնեն, այնքան այս հասարակությունը ինչքան հիվանդ լինի ու կիսամեռ լինի, այնքան իրանց համար անվտանգ կլինի։ Առողջ հասարակությունը իշխանությունների համար վտանգավոր է։ Իշխանություն, բայց մենք պետք է առանց իշխանություն փոխելու սկսել բուժում անհնար է, ցավոք։ Այս հարցին պիտի պատասխանենք, Հիմա ինչպես փոխենք մեզ մնում է փորձել ասացի ես։ Շնորհակալություն, այս ասելիքը երբեք չի ավարտվում ու երբեք վերջնական, ինչպես բժիշկն է գրում դեղատոմսը չեն կարողանալու տալ։ Այո, ես Ռուզանի հետ համաձայն եմ, որ մենք պիտի կաթիլ ասենք, այո, Արմենի հետ էլ համաձայն եմ, որ պիտի մենք անընդհատ դրա մասին խոսենք։ Համաձայն եմ նաև Կարպիսի հետ, որ ասում է ԿՊՀ-ականները չեն նահանջելու։ Ուրեմն այդ կաթիլից հետո տեսնենք ինչ կլինի ու նաև համաձայն եմ մեր Աննայի հետ, որ ասում է պիտի համախմբվենք։ Այո, գտնենք իսկապես փրկության այն լուծումը, այն ճարը ու դրա շուրջ համախմբվենք։ Մի երկու օր առաջ Հայկ Ասատրյանի ծննդյան տարեդարձներ, կարծում եմ գիտեք ով է, ու էլի սկսեցի թերթել ցեղանենք շեյթանը աշխատությունը ու հասկացա, որ ցեղանենք շեյթանը իրականում հիմա գլուխ է բարձրացրել։ Կասեք ով է նա։ Նա դեմ է մեր ազգային իդեալին, երբ զոր պայքարում ցեղի ճակատագիրն է վճռվում։ Նա դասալիք է, երբ Հայաստանում պատերազմ կա։ Նա լիզում է թշնամու գարշապարը, երբ սա գալիս է մեր հպարտանքը, մեր ազատությունը ոտնակոխելու։ Նա դավաճան է, երբ թշնամին ներքին լրտեսի պետք ունի։ Նա քաղաքական կավատ է, եթե ցեղավաճառությամբ ապրելու կամ դիրքի հասնելու կարելիություն է տեսնում։ Նա գետնաքարշ ստրուկ է, երբ հայրենիքում օտարն է իշխում։ Նա զազրաբան քննադատ է, երբ ցեղի մարտիկները պարտված են։ Կարծում եմ ձեր շրջապատում ցեղանենք շեյթաների դուք էլ տեսել եք ու տեսնում եք։
Կարծում եմ մեր հետագա քննարկումների ընթացքում, որոնք հուսով եմ կլինեն, մենք ոչ թե ավելի ուրախ թեմաների մասին կխոսենք, բայց այլ ավելի լավատես կլինեն գործնական հիմքերի վրա։ Երկիր մեդիայի եթերում երկիր ժառանգության հերթական թողարկումներ, լավ եղեք։